Հայաստանի կակաչները որպես գեղեցկություն ու ամոթալի երևույթ։ Այս օրերին նորից կակաչի սեզոն է Հայաստանում։ Շատ մարդկանց էջերում հայտնվում են սիրուն նկարներ կակաչների հեքիաթային գեղեցկությամբ։ Բայց վերջի տարիներին, Նիկոլ Փաշինյանի տարիներին, այս հաճելի ծաղիկները մեր երկրում նկատողորեն քչանում են, եւ դա ունի տրամաբանական բացատրություն։ Հատուկ խոսում եմ հայերեն, ցանկանալով, որ ուրիշ ազգեր չհասկանան հայկական կակաչների այս ողբերգությունը։ Այո, կակաչների առատությունը Հայաստանում ես կոչում եմ ողբերգություն։ Չնայած 40 տարից ավել ապրել եմ Ռուսաստան, բայց կակաչների հատկության մասին գիտեմ ոչ պատահականորեն։ Ուրեմն 2020 թվականին մայիսին բարեկամներովս Երևանից գնում էինք Թարաթում գյուղ հանգստանալու։ Երբին գյուղի ցորենի արտերի կողքով անցնում էինք, երբ մեզանից մեկի ուշադրությունը գրավեց ճանապարհի մոտիկ կակաչների գեղեցկությունը, ով էլ ցանկություն հայտնեց նկարվել։ Ես մեքենան քշեցի ու մտա արտերի մեջ։ Մենք էլ մտանք կակաչների մեջ ու նկարվեցինք, զգալով մեզ գեղեցիկ հեքիաթում։ Շուտով այդ նկարները դրեցի իմ էջերում, ժուրնալում, Facebook-ում, Vkontakte, Одноклассникում։ Ու այդ պահին իմ մոտ առաջացավ հարց. կակաչը ինչու է աճում մի արտում, իսկ մյուս արտում չէր աճում։ Ու ընդհանրապես ինչու Հայաստանում կակաչներ շատ են աճում, քան ուրիշ երկրներում։ Ռուսաստանում արդեն 2005-10-15 թվականներին ասում են Հայաստանը դարձել է կակաչի երկիր։ Մոդա էր ամռանը Ռուսաստանից Հայաստան գնալ կակաչների մեջ նկարվելու համար։ Ես էլ լսելով այդ մասին հպարտանում էի, ցանկանալով հնարավորին դեպքում նույնպես նկարել ու պատմել Հայաստանի այս հրաշքի մասին։ Մանավանդ, որ ես շուտվանից Հայաստանի մասին գրում էի իմ բլոգում։ Այնպես ստացվեց այդ օրերին նորից անցա Երփինի կակաչների արտերի կողքով ու հատուկ մտա կակաչներ հետախուզելու համար։ Տեղում տեսա, որ այն արտերում, որտեղ մենք նկարվել էինք, կակաչների մեջ շատ հազվադեպ աճում է ցորեն, թե գարի, թե արդեն ցորենը վայրենացել էր, ես չեմ ջոկում։ Նույն կակաչների հարևանությամբ թար վարած արտում աճում էր ցորեն առանց մի կակաչի ներկայությամբ։ Այս հանգամանքը ինձ օգնեց հասկանալ, որ կակաչը աճում է որպես մոլախոտ չվարած արտում։ Այսինքն հենց արտը դադարում են վարել, մոլախոտ կակաչը սկսում է այնտեղ լավ աճել։ Տասնյակ տարիներին հին արտերի մեջ կակաչները ճոխ աճում են իրենց գեղեցկությամբ ուրախացնելով նայողներին։ Այնպես որ կակաչները գեղեցիկ աճում են չվարած, չմշակած, ծուլ կամ էլ մեռած մարկանց, ողորմիրած մարկանց անտեր թողած արտերում։ Իսկ գլխավոր պատճառը կակաչային ողբերգություն այն է, որ Քոչի ու Սերժի ժամանակներին Հայաստանում իրենց վարած ոչ ժողովրդական քաղաքականության պատճառով Հայաստանից քաղաքացիներ ու յուղացիներ թողեցին գնացին ուրիշ երկրներ։ Տասնյակ հազար գյուղեր Հայաստանում դատարկվեցին, իսկ հազվադեպ մնացած յուղացիների համար արտելը մշակել արդեն դժվարացավ։ Հիշում եմ իմանալով արդեն Երփին գյուղի կակաչների ճոխ աճելու պատճառը այն օրը Facebook-ումս գրել էի ամոթալի տողեր։ Այն մտքով, որ եթե Երփինի բնակիչներից կարդան հանկարծ, գոնե համաչեն։ Հետաքրքիրը այն էր, որ շուտով ինձ հաղորդեցին, որ այդ կակաչների արտերը տրակտորով վարում են։ Դե իհարկե հնարավոր էր, որ պատահականորեն ստացվեց։ Իմ գրել էի ու իրենց վարել։ Բայց եթե իմ գրածի պատճառով վարեցին, ուրեմն երևի քֆուրներ տված կլինեն։ Ոչինչ, տեղ չի ասի։ Արդեն քանի տարի է նույն արտերում աճում է ցորեն։ Վերջերս մեքենայով ճանապարհորդում էի Իրանում, Իրաքում, Քուրդիստանում, Թուրքիայում։ Ցավալի էր ինձ համար տեսնել, որ այն երկրներում, մանավանդ Թուրքիայում, մեր հայկական տարածքներում մի սանտիմետր ազատ չմշակած հողեր չկային։ Թուրքերը, քուրդերը սարեր ու քարեր են քանդում, որպեսզի նոր արտեր ու այգիներ պատրաստեն։ Իսկ Հայաստանի խանութներում ծախում են Իրանից, Թուրքիայից բերած կանաչեղեն, միրգեր եւ ուրիշ բաներ։ Բոլորս էլ հիշում ենք, որ մինչև 2018 թվականը ամենուր Հայաստանում չորացած այգիներ ու արտեր էին,
միլիոններ հայտարարություններ են խփած ամեն օր, ծախում եմ այգիներ, հող, տուն, դաչան, գարաժ, բնակարան եւ այլն եւ այլն։ Բոլորը ծախում էին ու գնում էին Հայաստանից, առնողներ չկային մենակ։ Արդեն քանի տարի Հայաստանում շատ այգիներ ու արտեր մշակվում են, երկիրը կանաչվում է։ Իհարկե այդ պատճառով մոլախոտ կակաչիները քչանում են Հայաստանում։ Բայց կակաչի գերեզգության սիրողները թող չտխրեն։ Հայաստանում մոտիկ տարիներին կակաչները դեռ չեն վերանա, քանի որ Սերժի ու Քոչի ժամանակներին Հայաստանից գնացած հայերը Ռուսաստանում արդեն ձուլվել են ու հետ չեն գա իրենց արտերը մշակելու։ Իսկ Հայաստանում մարդիկ քիչ են ապրում, որ բոլոր արտերը կարողանան վարեն ու ցանեն։ Այնպես որ կակաչները դեռ երկար տարիներ տխուր կգեղեցկացնեն մեր երկիրը։ Ուղղակի պետք իմանալ, որ կակաչների ներկայությունը արտերի մեջ ամոթալի երևույթ է ու հիանալով իրենց գեղեցկությամբ գոնե պետք։ Ես ինքս երբ արդեն շուտվանից գիտեմ կակաչների այս հայկական ողբերգության մասին, ամեն անգամ տեսնելով գեղեցիկ տարածիր կարմիր արտեր Հայաստանում, հիշում եմ, որ գերեզմանի վրա էլ սիրուն կարմիր ծաղիկներ են, ուրախանալու պատճառ չեմ գտնում։